Աղջիկներ ջան, ես ձեզ մի խնդրանք ունեմ եւ հույսով եմ, որ դուք ընդբռնումով կմոտենաք իմ խնդրանքին, առավելապես ոչ աշխատանքային ժամերին։ Խնդրում եմ, մի ուղարկեք ինձ իմ զոնայի տարբեր տիպի նկարներ։ Խնդրում եմ, մի ուղարկեք զուգարանակոնքի, ունիտազի, պարունակության նկարներ։ Մի ուղարկեք արյան մակարդուկներ տարբեր տեղեր դրված, որպեսզի լավ երևա, որպեսզի կադրը լավ ստացվի, այս վերջին անգամ նույնիսկ ստացել եմ արյան մակարդուկ կար, պետք չի նման բան անել։ Հավատացեք, այդ ամենը կարելի է բացատրել 1-2 բառով։ Օրինակ, ինձ իմ զոնայում սեռական շուրթի վրա նկատել եմ բշտիկ, արկա է ցան, ցանը ունի սպիտակ փառ, կամ որևիցե նկարագրություն միանշանակ կարելի է տալ, կամ մեզից գույնը փոխված է, տղանքից գույնը փոխվել է, արյունը գալիս է առատ դաշտանային ցիկլի ժամանակ, նկատում եմ մակարդուկներ, մակարդուկը կարող է լինել օրինակ 5-10 սանտիմետր տրամագծով, մակարդուկը մուգ է, բաց է, եւ հետո շարադրել ձեր հարցը։ Հավատացեք, 2-3 բառով կարելի է նկարագրել այն, ինչ տեսնում ես։ Սակայն ոչ աշխատանքային ժամին, երբ որ բացում ես հեռախոսը եւ միանգամից գալիս են նման նկարներ, ես կարող է լինել ոչ մենակ, կողքս կարող են լինել մարդիկ, ինձ հարազատ մարդիկ, կամ հեռախոսը լինի ընդհանրապես բաց դրած, դուք պատկերացնում եք ինչ տեսարանը։ Եվ հավատացեք, եղել են դեպքեր, երբ որ ինձ դիմել են, նկարագրել են ինչ-որ խնդիր ինձ իմ զոնայի հատվածում, մաշկի կամ լորձաթաղանթի հետ կապված, մարդը հեռու է գտնվում այդ պահին կամ ուշ ժամ է, խուճապի է ենթարկվել, իհարկե ես ասում եմ նկարեք, ուղարկեք եւ փորձում եմ առաջին խորհուրդը տալ, մինչեւ կարողանաք կազմակերպել ռեալ այցը, բայց դա լինում է հազվադեպ, եթե իրականում այդ կարիքը կա։ Գինեկոլոգիան դա այն ուղղությունն է, երբ մենք պետք է տեսնենք, եթե առկա է խնդիր, կատարենք զննում, լաբորատոր հետազոտություններ եւ տանք հստակ ախտորոշում։